4 կողմից սարերով շրջապատված Տիգրանաշենում մոտ 40 ընտանիք է ապրում։ Մարդիկ այստեղ համերաշխ չեն, երբ խոսքը վերաբերում է գյուղում մնալուն, չգնալուն։ Մի մասն առանց հարցադրման սկսում է ընդդիմանալ, խոսել գյուղը չլքելու, չհանձնվելու, դուրս չգալու մասին։ Մի փոքրիկ մասն էլ ասում է, որ ինչպես որոշել Նիկոլ Փաշինյանն, այդպես էլ լինելու է։ Իդեպ գյուղում վարձով ապրողներ էլ կան։ Նրանք ասում են՝ եկել ենք Տիգրանաշենը շենացնելու համար։ Քայլել ենք գյուղի չասֆալտապատված փողոցներով, եղել չոռոգվող այգիներում ու հավաքել մարդկանց հիասթափությունն ու խիզախությունը։ Տիգրանաշենը որտան, ռոռոկման ջունելա ստեղով էթում, խմելու ջունելա ստեղով էթում սևակավանի։ Էդ էլ են կդրի, թուրքը կթողի կդրեն։ Թուրքը կդրելու է, թույնելը ցլա մեջը սլա մերեք։ Որ մի թուրքնա թողես քան վաղ հայա ապրի։ Ինչ որ ճիշտ է խաղաղության համար, թող այնպես էլ լինի։ Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գրել է Արցվաշենի եւ Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին։ Ինչու Փաշինյանը հենց Արցվաշենը շեշտեց, չնշելով օրինակ Ջերմուկի, Սոտքի, Ներքին Հանդի եւ այլ օկուպացված տարածքների անունները։ Քննարկվում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Երևանի վրա մտավախություն ունեք, որ հանձնեն։ Ոչ, բայց սա ավելի ամուր է, քան Երևան։ Սովորական ապրում ենք, մեր համար հանգիստ խաղաղ։ Գյուղը պահում ենք։ Զու դրա համար ենք ստեղ։ Որ մենք էլ գնանք գյուղը դատարկվի, լավ չի լինի։ Հռիփսիմեն Տիգրանաշենում հանգստություն է գտել։ 4 տարի է այստեղ վարձով է ապրում 4 անչափահաս երեխայի հետ։ Բազմաթիվ խնդիրներ ունի գյուղում։ Օրինակ, երեխաները սևակավանում են դպրոց հաճախում, գոհ չեն Տիգրանաշենի դպրոցից։ Ջրի, ճանապարհների խնդիրներ կան, նաև աշխատատեղերն են քիչ, բայց կարծում է, գյուղը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Այստեղ ապրել է պետք։ Նույնիսկ քաղաքի բնակիչները պետք է ամեն գնով պատրաստ լինեն, ցանկացած մանավանդ սահմանամերձ գոտում, ցանկացած բնակչի կողը լինելով։ Մենակ մեզանով չէ, այս գյուղը բոլորին է։ Իմը չի, բոլորին է։ Գյուղը պիտի պահվի։ 42-ամյա կնոջ հետ համակարծիք էին գյուղացիների մեծ մասը։ Չենք ազնվելու ոչ մեկը։ 90 տվից եղան, որ այդ գյուղը պաշտպանել ենք սաղ, բայց կյանքում չարատակ ես, որ ստեղից գնամ։ Տիգրանաշենում այս մտավախությունն առաջացել է վերջին 4 տարվա ընթացքում, երբ գործող իշխանությունը բարձրաձայնում, գրպանի մեջ պահում, հետո ցույց է տալիս Արցվաշենը։ Պահանջատիրությունը պիտի լինի, ոչ թե որպես առանձին մի հատված Ադրբեջանի տարածքում, որ տեսեք դա հայկական կողմին է պատկանում, այլ պետք է լինի ճանապարհների, լոգիստիկայի, ինչպես նաև Հայաստանի հետ օրգանական տարածքային կապը ապահովելու համատեքստում։ Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է, որը խիստ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում Հայաստանի դիրքը պահելու, լրացուցիչ կախվածություն չունենալու համար։ Խոսրով Հարությունյանի խոսքով Տիգրանաշենը սակարկման թեմա դարձնելը նշանակում է սակարկել Սյունիքի, Վայոց ձորի եւ Երևանի անվտանգությունը։ Պատկերացրեք, տվեցիք Տիգրանաշենը ադրբեջանցիների անկլավի անվան տակ։ Ինչ ալնելու դառնալ Տիգրանաշենը։ Մի անգամից հաշված շաբաթների ընթացքում դառնել է ռազմական հենակետ։ Ռազմական այդտեղ քաղաքացիական ազգացություն չի գալու։ Ռազմական հենակետ է դառնալ։ Արցվաշենի մասին խոսելով Փաշինյանն ուղիղ հարվածի տակ է դնում Տիգրանաշենը, որովհետև լավ գիտի, Բաքուն պահանջելու է իբր իր անկլավները։ Արցվաշենը Հայաստանին ռազմավարության առումով ոչ մի օգուտ չի տալու, բայց Տիգրանաշենի կորուստը փակուղու մեջ է պահելու երկիրը, ընդգծում է Խոսրով Հարությունյանը։ Աբրահամ Գասպարյանն էլ ուշադրություն է հրավիրում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ։ Խոսքը Թրամփի պատվին անվանակոչված թրիփ նախագծի մասին է։ Հայաստանի դեպի հարավ տանող ճանապարհները վերահսկվելու են Բաքվի կողմից։ Ուղիղ նշանառության տակ է վերցնում հայկական բոլոր բնակավայրերը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած շարժ։ Սա նշանակում է, որ թե լոգիստիկա առումով, թե կոմունիկացիոն ողնաշարի
ջարդման առումով Ադրբեջանը ունենում է մեծագույն առավելություն։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում Արարատի մարզում։ Երևանից հեռու է ընդամենը 65-ից 70 կիլոմետր։ Արևմուտքով մոտ է Թուրքիայի սահմանին, իսկ հարավ-արևելքով Նախիջևանին։ Այսինքն, եթե Տիգրանաշենը այսպես կոչված փոխանակվի Արցվաշենի հետ, այդ կետում կմիանան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ուժերի բալանսը պատկերացնում եք։ Բացի այդ, Բաքուն մշտադիտարկման տակ է պահելու Երևան-Սիսիան-Մեղրի ուղղությունը։ Որը մի տեղաշարժ դեպի Սյունիք կենտրոնից Հայաստանի չի լինի, փոխարենը Սյունիքից դուրս կգան, բայց հետ չեն կարող։ Այսինքն սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Վայոց ձորն ու Սյունիքը Ադրբեջանից վիճելու ամենակարճ ճանապարհը։ Տիգրանաշենում բնակիչների կենսական պայմաններն ապահովված չեն։ Ջուր, ճանապարհ, տրանսպորտ, դեղատուն չկա։ Կարծում են, լուծելի եւ արագ կարգավորվող հարցեր են, եթե պետությունը ցանկանա։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել։ Տիգրանաշենում խնդիրները գուցե հենց այդ պատճառով չեն կարգավորվում։ Փաշինյանը կարող է քաղաքացիների տրամադրությունների վրա խաղալով ու Կիրանցի օրինակով հաջողության հասնելու փորձեր անել, նշում է Աբրահամ Գասպարյանը։ Բայց պետության համար կարևոր որոշումների կայացումը չպետք է բարթել ժողովրդի վրա, խուսափելով պատասխանատվությունից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։